Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր մայիսի 19-ն է, երեքշաբթի։ Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել, այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և հրապարակել տեսանյութ։ Վերջին ամիսներին տարբեր առիթներով իմ տարբեր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում ասել եմ, որ մի քանի հայրենական արտադրողներ, հայկական ընկերություններ ստացել են զենք արտահանելու թույլտվություններ։ Եվ այժմ մեծ ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ ձեզ հայտնել, որ հայկական 3 ընկերություններ, 2 տարբեր երկրներ զենք են արտահանել մայիս ամսվա ընթացքում։ Բավականաչափ բարդ խրթին լոգիստիկ ճանապարհներ անցնելով, դժվարությունների միջով անցնելով, հայկական ընկերությունները կարողացել են հասնել նպատակային կետին։ Հայկական ընկերությունները առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել վերջնական օգտագործման երկրներ։ Ես ուզում եմ ասել, որ այս ամենը իրականում վերջին տարիներին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության կառավարության երազանքը և ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Հենց սա էր պատճառը, որ կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել և ապագայում ևս շարունակելու է կատարել այդ մեծածավալ ներդրումները ռազմարդյունաբերության ոլորտում։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի և արտաքին գործերի նախարարության իմ գործընկերներին բավականաչափ աջակցող լինելու այս ողջ գործընթացում, ինչպես նաև խորին շնորհակալություն հայտնելով հենց հայրենական արտադրողներին, ռազմարդյունաբերողներին, որոնք օրնիբուն վերջին տարիներին աշխատել են, հայկական ինժեներական միտքը գեներացվել է և այն վերածվել է վերջնական արտադրանքի և արտահանվել է Հայաստանից, ինչպես նաև բոլոր այն գործընկերներին, որոնք այդ ողջ գործընթացում աջակցել են թե Հայաստանի Հանրապետության կառավարությանը և թե ռազմարդյունաբերողներին։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 18-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն սահմանելով 6,5%։ 2026 թվականի առաջին ամիսներին 12 ամսյա գնաճը արագացել է, փետրվարին կազմելով 4,3%։ Այդ ընթացքում 12 ամսյա բնականոն գնաճը ավելացել է, կազմելով 4,77%։ Նշվել է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը էականորեն ավելացել են։ Հաղորդումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին, մասնավորապես ինչով է պայմանավորված դրամի արժևորումը։ Դրամի արժևորման հիմքում ընկած է ֆինանսական հոսքերի ավելացումը դեպի Հայաստան։ Մենք շարունակում ենք միջամտել շուկային, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ հոսքերը այնքան են մեծացել, որ որոշակի ազդեցություն փոխարժեքի վրա ունեն։ Մենք չենք մենակ, նաև Ռուսաստանում փոխարժեքը արժևորվում, եվրոն էս վերջերս արժևորվում, այսինքն ԱՄՆ դոլարի նկատմամբ նոմինալ արտահայտությամբ մենք ունենք փոխարժեքի որոշակի նվազում, բայց օրինակ ռուսական ռուբլու նկատմամբ ոնց որ թե մեր փոխարժեքը ավելի կայուն վարկագիծ է դրսևորում ու ռեալ էֆեկտիվ տոկոսադրույքի տեսանկյունից արժևորումը այդքան մեծ չի։ Կենտրոնական բանկի նախագահին նաև հարցրել են, թե Իրան-ամերիկյան կոնֆլիկտը և տարածաշրջանում լարվածության աճը կարող են ազդեցություն ունենալ վերաֆինանսավորման տոկոսի վրա։ Շատ դժվար է կանխատեսել զարգացումները ուր մեզ կտանեն։ Մի բան ակնհայտ է, որ Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգները հակամարտության ներքո Հորմուզի նեղուցի փակ լինելը, եթե նույնիսկ այսօր ավարտվի, իր ազդեցությունը դեռևս որոշակի ժամանակ շարունակվելու է, ու մենք դրա ազդեցությունը առաջարկի տեսանկյունից ունենալու ենք, այսինքն լինելու են որոշակի ապրանքներ, հիմնականում էներգակիրները, որոնց գները գնալու է վերև։
Մարտին Գալստյանը նաև նշել է, որ Կենտրոնական բանկի խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար։ Շանթերոստանկերություն, Հորիզոն։ Իրանը համաձայնել է իր հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին Միացյալ Նահանգներ ուղարկելու փոխարեն։ Այս մասին ասվում է Վաշինգտոնի հետ հակամարտության կարգավորման Թեհրանի վերանայած համաձայնագրի նախագծում։ Իրանը կարող է նաև հրաժարվել պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգներից կրած վնասների համար փոխհատուցման պահանջից, սակայն Թեհրանը մտադիր է տնտեսական զիջումներ ստանալ Վաշինգտոնից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է Իրանի դեմ ծրագրված նոր հարվածները Պարսից ծոցի երկրների խնդրանքով, որոնք կարծում են, որ հնարավոր է Թեհրանի հետ համաձայնության գալ։ Ես մի փոքր հետաձգել եմ հարձակումը։ Միգուցե ընդմիշտ մենք ակտիվ քննարկումներ ենք ունեցել Իրանի հետ։ Տեսնենք նրանք ինչի են պատրաստ։ Սաուդյան Արաբիան, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ մի քանի այլ երկրներ ինձ հարցրել են, թե կարող ենք արդյոք Իրանի վրա հարվածները 2-3 օրով հետաձգել։ Կարճ ժամանակահատվածում, քանի որ նրանք կարծում են, որ մենք շատ մոտ ենք համաձայնությանը, եւ եթե մենք կարողանանք դրան հասնել, եթե Իրանը միջուկային զենք չստանա, եթե նրանք գոհ լինեն, կարծում եմ մենք էլ հավանաբար գոհ կլինենք։ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն տեղեկացրել է Իսրայելին եւ Մերձավոր Արևելքի մի քանի այլ երկրների Իրանի վրա հարվածները հետաձգելու իր որոշման մասին։ Սա դրական զարգացում է, կտեսնենք դա ինչ որ բանի կհանգեցնի։ Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սպասում է, որ Իրանը կներկայացնի գրավոր հայտարարություն, որով կհավաստի, որ Թեհրանը չունի միջուկային զենք մշակելու մտադրություն։ Վերջին բանը, որի մասին նրանք մտածում են, միջուկային զենքն է։ Հիմա նրանք պետք է դա գրավոր ձևակերպեն։ Truth Social-ում էլ Թրամփը գրել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ հարվածները, եթե կողմերը չկարողանան հասնել Վաշինգտոնի համար ընդունելի համաձայնագրի։ Իրանը չի հրաժարվի իր օրինական իրավունքների պաշտպանությունից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահը, նշելով, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը չի նշանակում կապիտուլյացիա։ Երկխոսությունը չի նշանակում կապիտուլյացիա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երկխոսություն է վարում արժանապատվորեն, հեղինակությամբ եւ ազգի իրավունքների պաշտպանությամբ, եւ ոչ մի կերպ չի նահանջի ժողովրդի եւ երկրի օրինական իրավունքներից։ Մենք կծառայենք ժողովրդին եւ կպաշտպանենք Իրանի շահերն ու արժանապատվությունը տրամաբանորեն եւ մեր ողջ ուժով, մինչեւ մեր կյանքի վերջը։ Նախորդին Մասուդ Փեզեշքյանը հայտարարել էր, որ Իրանը մտադիր չէ հրաժարվել Միացյալ Նահանգներին ուղղված իր պահանջներից հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նա նշել էր, որ Իրանը չի խոնարհվի որևէ ուժի առջև եւ չի զոհաբերի երկրի արժանապատվությունը հանուն հարմարավետության։ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել։ 2 դեռահասներ կրակ են բացել մզկիթում։ 3 մարդ զոհվել է, այդ թվում անվտանգության աշխատակիցը, ով փորձել է հետ մղել հրաձիգներին։ Ընդհանուր առմամբ կա 5 զոհ, նրանց թվում են նաև 2 հարձակվողները։ Նրանց մարմինները հրազենային վիրավորմամբ գտել են դեպքի վայրից ոչ հեռու մեքենայի մեջ։ Քննիչները նշում են, որ ոստիկաններից ոչ մեկը հրազեն չի կիրառել։ Նախնական տվյալներով դեռահասները ինքնասպան են եղել։ Իշխանությունները հետաքննում են հնարավոր դրդապատճառը եւ կատարվածը դիտարկում են որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն։ Հրաձգությունից հետո Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը տեղեկացրել է, որ կուժեղացնի շրջանի մզկիթների, իսլամական կենտրոնների եւ այլ պաշտամունքային կառույցների բարեկությունը։ Ռուսաստանում մայիսի 19-ից 21-ը կանցկացվել միջուկային ուժերի պատրաստման եւ կիրառման լայնամասշտաբ զորավարժություններ ագրեսիայի սպառնալիքի պայմանների դեպքում։ Երկրի պաշտպանության նախարարության հաղորդմամբ զորավարժությունների շրջանակում մարտական պատրաստության կբերվեն միջուկային ուժերի մի շարք զորամասեր։ Նախատեսվում են բալիստիկ ու թևավոր հրթիռների արձակումներ Ռուսաստանի տարածքում գտնվող պոլիգոնների ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ զորավարժությունների ներգրաված կլինեն ավելի քան 64000 զինծառայողներ եւ շուրջ 7800 միավոր տեխնիկա, այդ թվում 200 հրթիռային կայանք, 73 նավ եւ 13 սուզանավ, որոնցից 8-ը ռազմավարական նշանակության։ Բոլիվիայի փաստացի մայրաքաղաք Լապասում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների, կան տուժածներ, ավելի քան 100 մարդ ձերբակալվել է։ Անկարգությունները եւ իրավապահ մարմինների հետ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ բողոքող ֆերմերների, հանքագործների եւ ավմիությունների անդամները մտել են Լապաս քաղաքի կենտրոն գնալու համար։ Երբ ցուցարարները փորձել են մտնել կառավարական շենքերի հրապարակ, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։ Ակցիայի մասնակիցները սկսել են քարեր եւ հրավառ նյութեր նետել ոստիկանների ուղղությամբ։
Վնասվել են բազմաթիվ մեքենաներ, խանութներ։ Բոլիվիայում հակակառավարական բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։ Ամբողջ երկրում ճանապարհներ են փակվում։ Իշխանությունները մատակարարման խափանումների եւ անկարգությունների համար մեղադրում են նախկին նախագահ Էվո Մորալեսի աջակիցներին։ Քենիայում էլ ցուցարարները բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ։ Ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհներ, կառուցել բարիկադներ եւ այրել անվադողեր։ Եղել են բախումներ նաեւ ոստիկանության հետ։ Բողոքի ցույցերի ժամանակ 4 մարդ զոհվել է եւս 30-ը վիրավորվել։ Հաղորդվում է շուրջ 350 ձերբակալվածների մասին։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Յարոսլավլին, ինչի հետևանքով հրկիզվել է արդյունաբերական օբյեկտներից մեկը։ Հարձակումից հետո որոշում է կայացվել փակել Մոսկվա տանող երթևեկությունը, հայտնում է Ռուսաստանի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրայևը։ Նահանգապետը նաև կոչ է արել տեղի բնակիչներին փոխել իրենց երթուղիները, եթե դրանք անցնում են Մոսկվայով եւ ընդհանրապես խուսափել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց։ Սահմանափակումներ են սահմանվել Յարոսլավլի օդանավակայանում։ Գյումրիում գործող Տարտու Արաքս սննդի կետը նոր մասնաճյուղ է բացել։ Գորկի 62 հասցեում Երևան City սուպերմարկետի տարածքում Տարտու ֆուդկորտը հաճախորդներին ներկայանում են նորովի։ Այստեղ ամեն օր տաք, թե սառը ուտեստները միշտ պատրաստ սպասում են ճաշակողներին։ Գորկի 62 հասցեի Տարտույում առաջարկված ռեստորանային ճաշացանկներ են նոր, ինչպես միշտ եւ խմիչքների լայն ընտրանիով։ Սիրելի հյուրեր, հարազատ դարձած մեր հաճախորդներ, ուրախ ենք, որ այս կարևոր պահը մեր հետ կիսում եք, եկեք բացենք Տարտուի երկրորդ մասնաճյուղը միասին։ Գյումրիի կոլորիտային կենտրոնում ամենագրավիչ հատվածներից մեկում Մաքսիմ Գորկիի 62 հասցեում բացվեց համեղ ուտեստներով հայտնի Տարտու սննդի կետի նոր մասնաճյուղը։ Համու հոտովն ու օգտակարը ճաշակելու նախընտրելի վայր դարձած Տարտուն նոր հասցեում եւս պատրաստ է ընդունել տարբեր նախասիրություններ ունեցող հաճախորդներին, առաջարկելով ուտեստներ բոլորի քիմքին հարմար։ 1 տարեկանի ժամանակ խոստացել ենք մեր համակարգացիներին անակնկալ։ Անակնկալը երկրորդ սննդի կետ բացելու հետ էր կապված, որը իր ոնց ասեմ ֆորմատով, տարբերվում էր մեր մյուս սննդի կետից, ինչով այստեղ ամեն ինչը պատրաստ են։ Այսինքն մարդիկ սպասելու հետ կապված ոչ մի խնդիր չեն ունենալու, մոտենալու են, սպասարկվեն արագ, որակով ու համեղ։ Տարտուի խոհարարների պատրաստած ճաշակած մշտական հաճախորդների համար նոր հասցեն եւս կարճ ժամանակ անց դառնալու է նախընտրելի վայր, որտեղ արագ ու համեղ մատուցումը մեկտեղ է։ Նոր մասնաճյուղը Երևան City-ի տարածքում է, ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա Բագրատունյաց օղակ 8 հասցեում գործող Տարտուից։ Բայց նոր հասցեում տաք թե սառը բոլոր ուտեստները միշտ պատրաստ վիճակում են, ու ինչպես տանը մնում է ճաշակել։ Ամեն ինչ այստեղ արագ է, համեղ, սիրով պատրաստված։ Աշխատում ենք 24/7 ռեժիմով այնտեղ, բայց պատրաստի ուտելիքներ չունենք ու հաճախորդների մեծ պահանջ կար։ Դրա համար որոշեցինք ունենալ նաև Տարտու ֆուդկորտը, որտեղ ունենք բազմաթիվ տեսականի։ Հաճախորդը կարիք չունի սպասելու, անմիջապես պատվերը տալիս է եւ 5 րոպե հետո ճաշակում։ Գուրմաններն այստեղ կարող են ճաշակել մսային եւ բուսական տաք ու սառը ուտեստներ, պիցցաներ, բուրգերներ, կոտլետներ, ֆիրմային բարբերաբար թարմացվող կերակուրներ, հայկական ավանդական հայտնի ու սիրելի ճաշատեսակներ, կրեմապուրներ ու բազմատեսակ խորտիկներ։ Տարտու ֆուդկորտն առաջարկում է նաև աղի եւ քաղցր, մրգային, մսային ու բուսական աղցանների, լայն ու մշտապես թարմացվող տեսականի, եւ այս ամենը զովացուցիչ, բնական ու տնական հյութերի խմիչքների համադրությամբ։ Արաքս սննդի կետը նաև նոր ճաշացանկ ունի։ Հիմնականում Տարտու հաջողում են մեր ֆիրմային ուտեստների համար։ Տարտու աղցաններ ունենք, Տարտու բուրգեր, Տարտու լամաջո, հենց Տարտուի պիցցան ունենք։ Հիմի ունենք արդեն այստեղ դեսերտների մեջ կա մեր ֆիրմային լոտուսը, որը ոչ միտեղ չեք կարող համտեսել։ Շինական մարոժու տեսակ է, շոկոլադով հալեցված։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ռոբերտ Արաքելյանից, մեր ավագ խոհարարից։ Նա կատարում է այն, ինչ մենք պահանջում ենք ու ամեն պահ մեր կողքին է։ Այս ամեն ինչը նրա ձեռքի աշխատանքն է։ Գորկի 62 հասցեի Տարտուում ամեն ինչ տարբեր է ու յուրահատուկ։ Ֆուդկորտում այցելուներին առաջարկվում է նաև հացաբուլկեղենի եւ խմորային ուտեստների հատուկ տեսականի։ Այստեղ ամեն մի մանրուք մտածված է հաճախորդի հարմարավետության եւ հաճելի ժամանցի համար։
Ունենք պիցաներ, խաչապուրիներ, մեգրելական, իմերիտական, աջարական, ինչպես նաև ունենք կարգանդակների լայն տեսականի։ Ջերմ ու համեղ անկյուն ունենալու պահանջը Տարտուի մշտական հաճախորդներին է։ Այցելուները կարող են եւ գնումներ կատարել, եւ համեղ ուտեստներ վայելել։ Ի սկզբանե հենց բացվելուց հաշվի առրե այդ միտքը, որ գնումներից հետո մեր քաղաքացիները կարող են մոտենալ սննդի կետ, տեղում պատրաստի, ճաշակել մեր նոր մենյուն, ընտանեկան միջավայր, ցանկացած մարդ մեր մոտ մուտք գործելիս զգա իրեն ինչպես տանը։ Արագ սննդի նորաբաց կետը հասանելի է ամեն օր, առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 10-ը։ Գործում է նաև արագ ծառայություն մարզի տարածքում։ Հասմիկ Թումասյանը, Արարատ Ծտուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։